9:30 բարի գալուստ հանրային ռադիոյի ուղիղ եթեր։ Բարի լույս հարգելի ռադիոլսողներ, ողջունում ենք բոլորիդ եւ իհարկե շաբաթ առավոտյան մաղթում ենք երաժշտական հաճելի լավ տրամադրություն։ Դες դա նշանակում է, որ արժևում է ժամ ու կեսանոց կենթանի ռադիոհամերգը, ինչպես միշտ հանրայինի ուղիղ եթերում։ Եվ դա նշանակում է, որ ինչպես միշտ ժամ ու կես ձեր եթերային ուղեկիցներն ենք լինելու մենք Տիգրան Հարությունյանը Եվ Լուսինե Մուրադյանը։ Եվ դա նաև նշանակում է, որ մենք մեզ ոչ միայն կարող եք լսել, այլև կարող եք դիտել, հարթակները տարբեր են։ Այո, միացեք մեր պաշտոնական կայքին arbradio.am կայքում գործարկված է լայվը, նաև Facebook-յան էջում եւս կգտնեք մեզ։ Հայաստանի հանրային ռադիո հայատարը գրում Facebook-յան հարթակում, եթե դեռ մինչև հիմա այդ սխալն եք թույլ տվել ու չեք միացել, միանում եք մեր լայվին եւ առանձնահատուկ այսօր ակտիվություն եք ցուցաբերում մեկնաբանությունների դաշտում, որովհետեւ հաստատ մեր տաղանդավոր երեխաները ձեր ծափահարությունների, ողջույնների, ոգեշնչումների կարիքն ունեն։ Միանշանակ դա այդպես է, այնպես որ միացեք մեզ ուղիղ եթերում երաժշտական առավոտն է եւ ողջունենք մեր այսօրվա զրուցակցին կողքի հասարակական կազմակերպության նաեւ Hope of Dreams ներառական նախագծի գեղարվեստական ղեկավար Կոնստանտին Աբգարյանցին։ Բարի լույս Կոնստանտին, կրկին բարի գալուստ հանրային ռադիոյի այս ստուդիա։ Կարծես արդեն ավանդույթ է դարել հաճախ հանդիպել այս ստուդիայում։ Ես կարոտել եմ ձեզ այս տաղավարը, շատ ուրախ եմ նորից այստեղ լինել եւ այս նախագծով Կոստյան այսօր միայնակ չի։ Այո։ Տաղանդաշատ երիտասարդների հետ է այսօր եկել տաղավար, բայց սկսենք ամենասկզբից։ Այո, անդրադառնանք նախագծին, որովհետեւ հիանալի գաղափար է այս նախագիծը, տալ հնարավորություն նաեւ երիտասարդներին, տաղանդավոր երեխաներին, որպեսզի նրանք կարողանան հաջողությամբ ելույթներ ունենալ եւ ինչու ոչ գնալ իրենց երազանքների հետևից։ Այո, հենց նպատակը դա է։ Եթե թույլ տաք սկսեմ ակունքներից, գիտեք, ես ունեի բենդ Hope Coffee-ին։ Շատ վատ է, որ ասում ես ունեի, վերջ։ Դե իրականում հիմա չեմ հասցնում զբաղվածության պատճառով եւ առաջարկ ստացա կողքի ՀԿ-ի նախագահից, հիմնադիրից Նայրա Սարգսյանն է, կողքի Եվ այս ամեն ինչի գաղափարի հեղինակը հենց ինքն է։ Առաջարկ ստացա ուղղակի մասնակցել փառատոնին որպես երաժիշտ մեր բենդով։ Իսկ հետո եղան առաջարկ նաև այս ներառական նախագծում որպես երաժիշտ հանդես գալ։ Եվ այսպես կամաց-կամաց նաև հիմա զբաղվում եմ երաժշտաթերապիայով, աշխատում եմ Երևանի մանկապատանեկան ստեղծագործական կենտրոնում։ Ոստա դու մասնագիտությամբ բացի երաժիշտ լինելուց նաև այո, հոգեբան ես։ Արդեն կարելի ասել, այո, որտեվ 7 տարի, եթե չեմ սխալվում, 2019 թվականից զբաղվում եմ այս ամենով, հիմա ավելի պրոֆեսիոնալ իհարկե, եւ մենք ունենք բազմաթիվ սաներ, որոնք մեծ հաջողություններ են ձեռք բերում, եւ մեր կենտրոնում բացի երաժշտաթերապիայից ունենք նաեւ ադապտիվ ֆիզկուլտուրա, վարքային թերապիա, այսինքն այդ ամեն ինչը շատ կարևոր է երեխաների համար, զարգացման առանձնահատկություններ ունեցող երեխաների, որոնք հետո ներգրավում են նաև այլ խմբակների մեջ, իրենց դրսևորում են արդեն այլ ոլորտներում եւ մենք ուղղակի ուրախանում ենք, ապրում ենք ամեն մի երեխայի հետ մի կյանք ենք ապրում։ Ասացիր, որ 2019-ից ես միացել այս նախագծին, 2019-ից առաջ եւ հետո մտածողությունդ մի քիչ կասես։ Հա, լրիվ փոխվել եմ։ Առաջ այլ մտածելակերպ, ռոք, խմբեր Եվ այլն, հիմա լրիվ ուրիշ ձևի մարդ ես դառնում։ Այդ անցումը, այդ փոփոխությունը ինչպես տեղի ունեցավ եւ քեզ համար ինչ գտար։ Դե ավելի իմաստավորվեց ոնց որ կյանքս։ Ճիշտ է, այդ պահը կա, որ դու ուզում ես բեմի վրա լինես։ Ես փորձում եմ համատեղեմ, համերգներով եւ այլն, բայց հիմա երևի 70-30 հարաբերակցությամբ 70-ը այս աշխատանքն է, երաժշտաթերապիան, որտեղ շատ հետաքրքիր աշխատանք է, ինձ շատ գրավեց։ Մանավանդ երբ որ տեսնում ես երեխաների մեջ արդյունք, երբ որ տեսնում ես համերգներ, մեր բոլոր երեխաները արդեն փորձառու են, նրանք այսօրվա երեխաները ոչ բոլորն են, բավականին շատ են սաները, ուղղակի չենք կարող տեղավորել, հուսով եմ դուք մեզ նորից կհրավիրեք, մյուս երեխաները եւս հատուկ եք արել, որ էլի հրավիրեք։ Դու ուսումը շարունակել ես եւ սիմֆոնիկ նվագախմբի հետ, այս վերջի անգամ ջազ նվագախմբի հետ պետական, այսինքն բավականին փորձառու են։ Ահա, եւ Ես կուզեի նաև խոսենք երեխաների, քանի որ աշխատանք ես տանում ինքդ երեխաների հետ եւ երաժշտաթերապիան առաջնային գծում է այս պարագայում, կուզեի խոսենք ինչ ես տեսնում երեխաների մեջ հոգեբանական տեսանկյունից փոփոխությունները, փայլը աչքերի մեջ, հետաքրքրությունը, կյանքը։
Այդ դուք ամեն ինչ ճիշտ նկարագրեցիք եւ փայլը կա եւ հետաքրքրությունը, որովհետեւ դա շատ նախ ուրախ է անցնում, երաժշտաթերապիան բարձրացնում է տրամադրությունը երեխաների եւ նաեւ վարքայինն է ավելի լավացնում, կյանքի հմտություններն են ձեռք բերում։ Սրանք են ամենակարևոր բաները։ Ինչ ես ուզում ասա, ինչն է քեզ հետաքրքիր։ Այստեղ գրված է։ Մեր Տիգրանն է։ Այո, Տիգրան ջան, այստեղ ուղղակի մենք գրել ենք, որպեսզի ճիշտ կարդանք անուն ազգանունը Կոստյայի, հետո ինչ որ գիտենք, բայց մենք միշտ ունենում ենք էլի պահած։ Ահա, այլ ուզում ես տեսնել, որ մենք աշխատում ենք, տեսնում ես։ Այստեղ արի դնեմ ականջականը լսիր։ Մենք ծանոթացնում ենք նաև երեխաներին մեր ներքին աշխատանքային, այսպես ենք աշխատում։ Գործերի հետ։ Տեսար։ Կնստես արդեն։ Շնորհակալություն։ Ահա։ Շարունակենք երևի թե հարգելի ռադիոլսողներ արդեն հասկացաք թե ինչ նկատի ունեի, որ այսօր առավել քան պետք է ջերմ լինեք, քանի որ ծափահարություններ ստուդիայում կոնկրետ չունենք, եթերային են մեր ծափահարությունները, երեխաներին ոգեշնչելու համար իհարկե դուք այսօր առավել քան ակտիվ պետք է լինեք եւ իհարկե ծաղիկներ, փուչիկներ, սրտիկներ ուղարկում եք մեկնաբանությունների դաշտում։ Ծափահարություններ մենք ունենք։ Կոստա, ինձ հետաքրքրում է որտեղից ձեռք բերեցիր այն համապատասխան գիտելիքները, որոնք այսօր օգնում են քեզ այս 7 տարվա ընթացքում աշխատել երեխաների հետ։ Դե ինչպես նշեցին Այրային, որտեղ ինքն էր երաժշտաթերապիստ, սկզբում ես աշխատում էի Իմուղի կենտրոնում, առաջի առաջարկը ինձ Նայարան տվեց այնտեղ համերգով ելույթ ունենալ, հետո տեսա կա նման հնարավորություն այնտեղ աշխատելու վերապատրաստումների եւ պրակտիկայի միջոցով այս գործում շատ կարեւոր են եւ վերապատրաստումները տեսնես ինչպես է այդ ամեն ինչը արվում մասնագետի կողմից ինքդ նաեւ պետք է հասկանաս զգաս դա արդեն պրակտիկայի եւ ամիսների աշխատանք է դու արդեն գնալով հղկվում ես եւ Այսինքն դու պատրաստ ես երաժշտական ասպարեզից մուտք գործել այս ասպարեզ ներառական նախագծերի կանցներ տարիներ առաջ երեխաների հետ աշխատել գիտեք ես նաեւ կլարնետիստ եմ առաջ ես դասավանդում եմ կլարնետ շատ համբերատար եւ ասեմ որ նաեւ տիպիկ երեխաները իրանց հետ նույնպես բարդ է աշխատել, որովհետև չեն պարապում, արդյունքի հասնել, նույնիսկ ավելի վարքային խնդիրներ կարող են ունենալ, այսինքն այդ փորձը կար, բայց սա լրիվ ուրիշ աշխարհ է եւ սա ինձ ավելի հետաքրքիր էր։ Սա երևի ավելի երջանիկ աշխարհ է։ Ավելի պատրաստական են բոլորը։ Չէ, ինձ հետ որ ավելի երջանիկ աշխարհ է։ Եվ մեր նպատակն է նրանց ներգրավել, ինտեգրել սովորական աշխարհի մեջ, այսինքն այդ կապը ստեղծել։ Այ ես կուզեի որ գար մի ժամանակ այդ սովորական, անսովոր այդ բառերը ընդհանրապես գործածելու առիթ չլիներ։ Դրա համար ասում ենք ներառական, ներառվելով։ Զուտ մեր հասարակությունը լիարժեք պատրաստ է։ Դպրոցներում այդ քայլը կատարվեց, այսօր արդեն համընդհանուր բոլորը միասին մեջ է, ես կասեի, որ դեռ դժվարություններ կան ու դեռ հաղթահարման փուլեր կան ու դա նորմալ է, դեռ ժամանակ է անհրաժեշտ, բայց կարևորը որ մարդկանց մտածողությունն է փոխվել, իսկ սա ամենագլխավորն է։ Երբ մարդիկ սկսեն ավելի adekvat, ավելի գրագետ մոտենալ ցանկացած հարցի, այս պարագայում շատ խնդիրներից մենք խուսափենք եւ մարդիկ ստիպված չեն լինի ասել սովորական կամ անսովոր։ Այս տարանջատումները ինձ համար մեղմ ասած տարօրինակ են։ Եվ չեմ էլ կարողանում ընկալել։ Լավ, այսքան խոսեցինք։ Այո, ժամանակն է սկսենք։ Առաջին եւ առաջին ում եք ներկայացնում։ Առաջինը մեր Տիգրանին կներկայացնենք։ Տիգրան։ Հիմա ես իրենք ուղեկցեմ։ Նա կնվագի entertainer-ը, որը գալա համերգին նվագեց առաջին անգամ։ Գնացինք Տիգրան։ Գնա նվագիր, ուզում ենք լսենք թե ինչպես է նվագում։ Կտեսնենք թե հետաքրքրասեր Տիգրանն է մոտենում։ Ծափահարություններ, այո։ Կենթանի ծափահարություններ ունենք, բայց ձեր սրտիկներ, պաչիկներ, փուչիկների մասին չեք մոռանում։ Տիգրանը տեղավորվում է հարմարավետ Ռոյալի մոտ եւ մենք կլսենք Տիգրանի կատարման հրաշալի ստեղծագործություն։ Ինչպեսին է արդյունքը առասարակ այս անցած ճանապարհը։ Ահա, գնացինք։
Այսպեսի Այո, ծափարություններ ծափարություններ Տիգրանի եւ տաղավարում եւ Իմիջայլոց ես հավելեմ, որ on-line հարթակում գրում են արդեն Սիրանուշ Բերբերյանն ասում է կեցեք երեխեք ջան, Նարինե Մարգարյանն ասում է կեցես Տիգրան ջան, Արտակ Մխիթարյանը բարի լույս է մաղթում բոլորիս, բրավո է նաև ասում Նաիրա Սարգսյանը, նաև առանձնահատուկ ողջունում եմ Օլյա Սահակյանի նրբանկատության համար։ Ահա, շարունակենք զրույցը։ Կոստա, սա ինչքան ժամանակվա է արդյունք է, այն ինչ որ հիմա մենք տեսանք։ Մեկ վարքյան։ Հիմա ձեր խոսափողներ կմիանա։ Ահա, խնդրեմ։ Տարիների աշխատանք իրականում, որովհետև շատ փուլեր ես անցնում, հաղթահարում, մինչև հասնում ես արդյունքի, պետք է համբերությամբ զինվես եւ այդ հարցը որ տալիս եք ինչով փոխվեցիր, դարձա շատ ավելի համբերատար, հանգիստ, ներքուստ։ Դա է շատ կարևոր է աշխատանքի մեջ։ Ես լսում եմ, քեզ ինձ թվում է զրուցում հոգեբան բժշկի հետ։ Դու լրիվ փոխվել ես։ Մենք շատ երբ էր տարիներ առաջ էր մեր հանդիպում այստեղ։ Տատավին երիտասարդ Hop for coffee նախագծով Ես մի բառով կարող եմ փոփոխություն ասել, հասունացել է շատ։ Այս աշխատանքը բերել են կոնտակտի մասին խոսենք, շատ կարևոր է վստահությունը։ Աշխատանքը ստացվում է հաջող եւ ընդհանուր կապը լինում է այն պարագայում, երբ որ կա կոնտակտ, կա վստահություն, ոնց է ստեղծում այդ կապը։ Դե ինձ թվում է բախտս բերել է այդ առումով, երեխաների հետ շուտ եմ կապվում, իրանք էլ ինձ հետ, հիմնականում շատ իրանք հավեսով են գալիս դասերի, սպասում են նույնիսկ իրանք խրախուսանքն է լինում հաճախ։ Օրինակ եթե իրանց ինչ-որ միտեղ վատ են պահում, ասում են այ չենք բերի քեզ հոստրայի մոտ։ Շանտաժիկներ փոքր։ Ես էլ եմ այդպես անում իմ երեխաների հետ։ Հա, դե մենք ունենք այդ բաները խրախուսանք եւ այլն։ Այսինքն Կոստային զայրացնելը անհնար է, նա շատ համբերատար է։ Ինչ պիտի լինի։ Զայրանալը այդքան տեղին չի։ Այ որ այսինչ բանա չարեցիր կամ հա չլսեցիր ինձ։ Հա, լինում է։ Այն որ պետքա հասկանաս պահի տակ ավելի նաև ստեղծարար լինես, դասը իհարկե գծում ես ոնց անցկացնես, բայց ընթացիկ շատ բաներ փոխվում է եւ դա էլ է շատ հետաքրքիր։ Ասացիր, որ բազմաթիվ ելույթներ են ունեցել մեր տաղանդավոր երեխաները, ելույթներից առաջ հուզմունքը հաղթահարելու, կազմակերպված ավելի լինելու, այս սրա շուրջ աշխատանքներ տարվում են։ Դրա համար մենք բացի փառատոնից, կողքի փառատոնը որ կա, որը շատ մեծ մասշտաբով տարածաշրջանում նման չունեցող փառատոն է, որը Նայրանց ստեղծեց եւ ամեն տարի փառատոնը ավելի մեծ զարգացում է։ Այ որերորդ անգամն է փառատոնը, որ այստեղ լինելու է արդեն։ Այս տարի կլինի 6-րդը, կարծեմ։ Այսօրվա մեր բոլոր մասնակիցները հաղորդման այդ փառատոնից են։ 7-րդը, այստեղ ասում են ծնողները հուշում են 7-րդ, այո։ Ինչ ես համեստություն անում, քչացնում։ Այո։ Կոստա, բոլոր մասնակիցները այսօրվա մեր հաղորդման հենց այդ փառատոնից են։ Այո, այո։ Եվ բոլոր երեխաները անցած տարի մասնակցել են փառատոնի գալա համերգին Հայաստանի պետական ջազ նվագախմբի հետ միասին։ Իրական նվագախմբերի հետ ելույթ ունենալը բոլորովին այլ հաճույք է, բայց նաև պատասխանատու ու դժվար։ Ոնց եք կարողանում նաև բերել կոնտակտը մեկ անձի հետ բոլորովին այլ է, մի ամբողջ նվագախմբի հետ այլ։ Դե սոցիալիզացիայի շնորհիվ, փորձերի շնորհիվ, քանի որ միջև համերգը գիտեք, փորձեր են Այո, իհարկե։ Եվ այդ ամեն ինչը հենց այդ ընթացքն է, որ իրանց տալիս է այդ հնարավորությունը եւ շատ երեխաներ առաջին անգամ չէ որ մասնակցում են եւ ամեն տարի իրենց ավելի հեշտ է լինում ամեն տարի։ Մի բան է քեզ հետ աշխատել, մեկ այլ բան մի ամբողջ մեծ նվագախմբի հետ աշխատել։ Այստեղ ինձ թվում է Կոստյայի ֆակտորը էլի մեծ է, որովհետեւ երբ Կոստյան կա, իրենք ավելի հանգիստ են ու հա խաղաղ։ Ոչ միայն ես, որտեղ ոչ բոլոր երեխաներն են իմ մոտ գալիս, կան երեխաներ Նայրայի մոտ եւ նաեւ համալսարաններում են սովորում երաժշտական քոլեջներում։ Նարինե Մարգարյանի Չէ, Նայրա Սարգսյանը։ Նաև ունենք այլ, ինչպես ասեցի, թերապիաներ եւ այդ ամեն ինչը նաև մասնագետ ծնող կապն է շատ կարեւոր։ Խոսենք դրա մասին, ես նկատում եմ, որ ծնողների հետ շատ ջերմ ընկերական հարաբերություններ են արդեն։ Դե խոսենք, պատմիր։ Մասնագետ ծնող կապը, որովհետեւ ուրիշ բան է երեխան գալիս է թերապիայի 40 րոպե քեզ հետ անցկացնում, բայց ամբողջ օրը ինքը ծնողների հետ է եւ ծնողը շատ ճիշտ երեխայի հետ իհարկե աշխատի եւ շատ մեր ծնողները շատ լավն են ու շատ ճիշտ են երեխաները հետ աշխատում դրա համար ունենք այս արդյունքը սա մի հոգու շնորհք չի Կոստա նաեւ այդ դուետը հա որ դու նշեցիր ծնող եւ նաեւ մասնագետ նաեւ երրորդն էլ կա երրյակ է դա իրական հասարակությունն է այ քո աչքերում հասարակության մեջ ինչ փոփոխություն է ստացվում շատ մեծ փառատոնը շատ մեծ փոփոխություն տվեց շատ հաճախ շատ ծնողներ հրաժարվում էին ես օրինակ քանի տարի եմ այս ոլորտում
չէին ուզում մասնակցել, ամաչում են։ Անհարմար Իսկ հիմա զանգում են, նույնիսկ չենք կարողանում այդքան մասնակից տեղավորել։ Խնդրում են, որ մասնակցեն։ Ես միշտ ասում եմ եւ այդպես էլ մտածում եմ, որովհետեւ ակնհայտ է իմ լրագրողական աշխատանքի տարիներին այդ արդյունքն եմ տեսել, մեծապես հասարակության ընկալումը կախված է երեխաների ծնողներից, թե ինչպես են իրենք ընկալում այդ հարցը եւ ինչպես են ներկայացնում, հասարակությունն էլ այդպես ընկալում է։ Այս պարագայում շատ կարևոր է նախ եւ առաջ լինել ծնողի կողքին ու թիկունքին, որ ծնող ավելի ինքնավստահ զգա եւ կարողանա հստակ ամուր կանգնել, այս պարագայում հասարակությունը արդեն հաշվի է նստում։ Արդյոք դա նկատել եք թե ոչ։ Այո, իհարկե շատ մեծ դրական փոփոխություն կա, բայց դա իհարկե միշտ աճելու տեղ կա ներառական հասարակություն, քաղաքակիրթ երկիր, մեր կարգախոսն է ՀԿ-ի։ Եվ այդ ուղղությամբ որոշ տարիներ անց դա էլ պետք չի կհասնենք էլի դրան։ Ու մենք լսելու հիմա։ Հիմա կլսենք Արևիկին, Սիմոնյան, մենք միասին կնվագենք The Phantom of the Opera։ Ահա, ինչ մոտենակ Ռոյալին, ես կարդամ նաև մեկնաբանությունները։ Նարինե Մարգարյանը գրում է մեր տաղանդավոր Կոստյա, շնորհակալ ենք ձեզ։ Կոստյա, լսում ես, չէ՞, քեզ համար են այս մեկնաբանությունները։ Սիրանուշ Բերբերյանն ասում է. շնորհակալություն Կոստյա ջան համբերատարությանդ եւ սիրուդ համար։ Նարինեն նորից ասում է շնորհակալ ենք նաև Նաիրա Սարգսյանին մեր երեխաների կողքին լինելու համար։ Սոֆի Սարգսյանը ուղարկում է սրտիկներ, այնպես որ շարունակեք լինել ակտիվ հարգելի ռադիո լսողներ։ Ահա, կարծես տեղ զբաղեցին։ Տեղավորվեցին, այո, եւ մոտ եւ լսեք։
Այսպեսի ծափարություններ։ Ահա։ Կեցեք։ Գեղեցկուհի շնորհակալություն ենք հայտնում հիանալի կատարման համար։ Ահա, ինչ Կոստյան վերադառնա, հիշեցնենք եւս մեկ անգամ, որ այսօր մեր ուղիղ եթերում մենք ներկայացնում ենք Hope for Dreams ներառական նախագիծը եւ գեղարվեստական ղեկավար Կոնստանտին Աբգարյանցի հետ շարունակում ենք զրուցել։ Բավականին բարդ գործ էիք ընտրել։ Կոստա, այստեղ այ նշածողը որն է, բնականաբար 100%-ին, 100%-ից արդյոք գրանցելը բարդ է։ Դե միշտ չես լինում է, բայց այստեղ որ տոկոսային տարբերակն է աշխատում։ Դե առաջնորդվում ենք ընթացքն ենք տեսնում, ուր ինչից ենք սկսել, ուր ենք հասել, ուր կարող ենք հասնել եւ ընթացիկ արդեն ամեն ինչ չես կարող մենք ունենում ենք 100%-անոց կատարում։ 100%-անոցը շատ հարաբերական է, բայց եթե ունենք արդեն համալսարաններում սովորող ուսանողներ, որոնք շատ բարդ գործեր են նվագում, այսինքն դա նույնիսկ մտածել մի քանի տարի առաջ անհնար էր թվում։ Եվ երբ որ անհնարը դառնում է հնարավոր, արդեն կարելի ասել է ձեր ասած չեք սահմանափակում։ Դե բայց կատարյալ ոչինչ չկա այս աշխարհում, կարևորը ձգտելն է կատարելության, չէ՞, այս բարակայում։ Չնայած ես տեսել եմ, որ երեխաների նույնիսկ այ պրոֆեսիոնալ երաժիշտներին հավասար կարող են կատարել գործը։ Այո, միանշանակ։ Թունակությունները գեր ավելին են, քան ես միշտ հիշում եմ իմ ուսուցչի խոսքը, ասում էր փորձերին պիտի 150%-ով կատարենք, որ գոնե 80%-ով բեմի վրա կարողանանք իրականացնել, իրականում։ Այո, բոլոր երաժիշտներն էլ վախենում են։ Միանշանակ։ Եվ որ դու ունես մի շանս, նկարահանում է ուղիղ եթեր, հաստատ դու դասարանում կարաս շատ ավելի լավ նվագես, բայց հետո այդ մի շանսն է, կամ լավ ստացվեց, կամ ոնց որ ուղիղ եթերում, էլի, կենթանի համերգ։ Այստեղ on-line հարթակում շատ ակտիվացել են, ուզում եմ երեխաներին էլ ավելի ոգեշնչել։ Նաիրա Սարգսյանն ասում է տաղանդավորներս, Սիրանուշը Բերբերյան սրտիկ է ուղարկում, Անահիտ Թորոսյանը շնորհակալություն է հայտնում նաև հանրային ռադիոյին եթերի համար։ Հանրային ռադիոն ունի սկզբունք որդեգրած տաղանդավոր եւ կարեւոր գործերի մասին անպայման բարձրաձայնել եւ իրապես իսկական աշխատանքների համար միշտ մեր դռները բաց են, իսկ սա կարևոր աշխատանքներից մեկն է, կարող ենք այդպես ասել, կարևոր նախագիծ, որ փոխում է կյանքեր, փոխում է նաև կյանքի որակ։ Սա ամենագլխավորն է։ Մարիամ Գաբրիելյանն ասում է ահռելի մեծ աշխատանք է կանում, Նառա եւ Կոստյա ջաներ, մեր տաղանդավոր հրաշքներին մեծ բեմեր, բրավո։ Այստեղ նաև ունենք Սմբատ Մուրադյանից ծափեր եւ Վարդուշ Մաթեվոսյանն է ասում բարի լույս բոլորիս, հաճելի է վայելել մեր տաղանդավոր երեխաների կատարումները, կանաչ ճանապարհ բոլորին լավն ենք էլի, միանշանակ։ Շարունակում են էլի գրել, այնքան շատ են մեկնաբանությունները։ Նարինե Մարգարյանն ասում է իրականում շատ մեծ աշխատանք է կանում, Նաիրա Սարգսյանն ու Կոստյան, որի համար պետք է գոհանալ ու շնորհակալ լինել, որ մեր երեխաների կողքին են ամեն րոպե, մերսի շատ, որ մեր երեխաների կողքին եք ցանկացած իրավիճակում եւ երաժշտական ողջույններ է ուղարկում Արամայի Սահակյանն, ասում է երաժշտական առավոտը դիտելով նոր հերոսներ են ի հայտ գալիս, հանձինս Կոստյայի շատ շնորհակալություն նաեւ մեզ է հայտնում շնորհակալություն, խնդրեմ մենք ինչ ենք անում։ Այսպեսի տաղանդավոր երիտասարդներ ունենք հանձինս Կոստյայի, ինչպես կարող են միանալ Hope for Dreams-ին ցանկացողները։ Մենք բաց ենք ամեն տարի նոր մարդիկ, նոր երեխաներ են գալիս մարզերից նաև եւ Hope for Dreams նախագիծը հենց մարզային է։ Մենք գնում ենք այնտեղի երաժշտական դպրոցներում, ենք ելույթներ ունենում, որպեսզի իրանք էլ տեսնեն, որ այս երեխաներին շատ հեշտ կարելի է ներգրավել, ցանկացած, այո, տարբեր միջոցառումներին եւ այլն շատ հավես անցնում է, ամառը հիմնականում գնում ենք մարզային համերգներ ենք ունենում եւ անդադ փոփոխվում են մասնակիցները, այսինքն հստակ քանակ չկա եւ միշտ բաց ենք մենք, բոլորը գիտեն ինչպես մեզ գտնել, ովքեր որ չգիտեն, ասում ենք, հայտարարում ենք։ Դե սա է լավ առիթ է, մեր եթերից մեզ նաեւ դիտում են ամբողջ հանրապետությունը։ Կարող եք արդյոք մեկնաբանությունների դաշտը այնքան շատ է, որ մտածում եմ կկորցնեն, ինչպես ձեզ գրեն Facebook-յան հարթակում ոնց գտնեն։ Կողքի ներառական երաժշտական արտ փառատոն, ինչպես նաև կարող են դիմել Երևանի մանկապատանեկան ստեղծագործական կենտրոն Մոսկովյան 3։ Մենք այնտեղ ենք, մեր դասերը այնտեղ են անցնում, շատ շնորհակալ ենք կենտրոնին, որ տալիս է հնարավորություն, մենք փորձերը փառատոնի կարևոր բոլոր աշխատանքներ այնտեղ ենք անում եւ ինչպես նշեցի թերապիաները եւ այնտեղ գիտեք մանկապատանեկան կենտրոնը շատ հայտնի է իր բարի խմբերով, նկարչական խմբերով եւ երեխաները ներառվում են նաեւ այդ խմբակների մեջ, այսինքն սովորական ամբողջ այդ բանի մեջ իրանք մասնակցում են շատ լավ ու ոնց մի հավես։ Այս տարվա փառատոնին արդեն սկսել եք նախապատրաստվել։
Դե հա, ոնց որ ամեն տարի, այս տարի բացյոթյա է լինելու փառատոնը, սեպտեմբերի ամսին կլինի։ Էլի տենց փորձ ունեցել ենք բացյոթյա կազմակերպելու, շատ հետաքրքիր է։ Այո, իրական փառատոնը գրեթե միշտ լինում է դեկտեմբերին, Արամ Խաչատրյան համերգասրահում կամ օպերա եւ բալետի ազգային, բայց նաեւ ունենք առաջին օրվա համերգը, որտեղ շատ քանակով երեխաներ են մասնակցում եւ մարզերից եւ ովքեր իրենց առաջի քայլերն են անում, այդպես ասում ենք առաջին քայլեր համերգ։ Փառատոնը մի քանի օր է տևում եւ բացի համերգներից նաեւ այնտեղ կան տրեյնինգ կուրսներ, վերապատրաստումներ, մասնագետներ են գալիս։ Ինքը միջազգային փառատոն է, նաեւ ունենք մասնակիցներ արտերկրից, Բախրեյն, Վրաստան, Ռուսաստան, ԱՄՆ-ի, մի խոսքով շատ են, հիմա ճանց չեմ հիշի, բայց ամեն տարի իրենք են մասնակցում։ Ոչ միայն տոն եք դարձնում մեր երեխաների համար, այլև արտերկրի բնակվող երեխաների համար։ Եվ իրենք գալիս են շշմում են, օրինակ վրացիները ասում են մեզ մոտ sense մակարդակի բան չկա։ Եվ շատ որտեվ sense օրկեստրով, մասշտաբային։ Նման հեղինակավոր դահլիճում իհարկե։ Երեխաները ընկերանում են, հասցնում են ընկերանալ, թե ոնց։ Այո, իհարկե։ Մենք նաև անում ենք խմբային դասեր, հիմնականում անհատական է, բայց խմբերել ենք անում ու եթե մի հոգի այդ օրը չեկավ, սկսում են բաուրա, շատ կապվում են ու եթե իրենց միջավայրը հաճելի է, իրանք ձգտում են այդ միջավայրին։ Եվ շատ ինկլյուզիվ է։ Մենք ունենք, ասենք, դասը ոնց է երաժշտաթերապիան սկսում ենք բարևով, ավարտում ենք ստեսությունով։ Այդ ստրուկտուրան, կանոնակարգը իրանց համար, հատկապես աուտիզմի համար կարևոր է շատ կանոնակարգը, բայց նաև այնպես ենք անում, որ դա չդառնա կախվածություն։ Միշտ պետքա ոսկե միջինը գտնես, եւ եթե միջավայրը լավն է, երեխան սկսում է քեզ սիրել, եթե երեխայի համար դու դառնում ես հեղինակություն, քեզ արդեն հեշտ է իր հետ աշխատելը։ Ասա որ ամենաերջանիկ պահերն են, երբ տեսնում ես շնորհակալ ծնողի աչքեր եւ երջանիկ ծնողներից շատ մեծ ողջավորություն է գալիս եւ պատասխանատվություն։ Այստեղ մեծամասնությունը վստահ եմ ծնողներն են գրում եւ առիթը բաց չեն թողնում շնորհակալություն հայտնելու։ Մենք էլ ենք շատ շնորհակալ։ Հաջորդը լսենք։ Այո, շարունակենք եւ տեսնենք ով է մոտենում։ Մոտենում է Միքայել Մուրադյանը։ Նա հիմա կզարմացնի իր երգով, ոչ մի Sway։ Լավ, Եվ ուզում եմ նաև մեր Հայկին ողջունել։ Մենք ուզում էինք անպայման հարցնել։ Նա միշտ մեզ հետ է, մեր հարվածայինը, այսօր ավելի ակուստիկ ֆորմատով է։ Հայկ Ավետիսյանը միշտ մեզ հետ է, այս քանի տարի մեր համերգներին, նախագծերին։ Հայկ ջան, ջեր ողջույններ։ Քեզ զրկել ենք խոսափողից։ When marimba rhythm start to play, dance with me, make me sway, like a lazy ocean hugs the shore, hold me close, sway me more, like a flower bending in the breeze, bend with me, sway with ease, when we dance you have a way with me, stay with me, sway with me. Other dancers may be on the floor, there but my heart will see only you have the magic technique. When we sway I go weak, I can hear the sound of violins long before it begins. Make me froze, only you know how. Sway me smooth, sway me now. Other dancers may be on the floor, there but my eyes will see only you have the magic technique. When we sway I go weak, I can hear the sound of violins long before it begins.
Բրավո։ Իմիջայլոց Շահբարություններ։ ես հավելեմ, որ շատ գեղեցիկ տեմբր ունի։ Շատ գեղեցիկ տեմբր ունի, ահա։ Եվ տեմբրը Շատ։ Հաջան։ Նաուշնիկների մեջ երեխեք որ երգում են զվուկ տան էլի։ Հա, մի քիչ ձայնը խնդրում ենք ականջակալներում բարձրացնել։ Վերհնչյունային ռեժիսորին ենք ասել, հուսանք կկարգավորվի։ Եվ այսպես չունենք, այո, ու մեկ բարձր, ուզում եք ցածր ոնց ուզեք։ Իշտեսնենք ռադիոլսողներին, ովքեր նոր են միացել մեզ, որ մենք այսօր զրուցում ենք Hope for Dreams ներառական նախագծի գեղարվեստական ղեկավար Կոնստանտին Աբգարյանցի հետ եւ մենք այսօր տեսնում ենք թե ինչ են հասել մեր երիտասարդները, փաստորեն սա քրտնաջան ամիսների աշխատանքի արդյունք է։ Գեցեք։ Եվ հավատի արդյունք, որովհետև եթե չլիներ հավատ, այսինքն չհավատայիք, կարծում եմ գործը տեղից չէր շարժվի ու փաստորեն տարիների երբ որ սկզբից սկսում էիք, մտածում էիք, որ այսպիսի մասշտաբային արդյունքի եք հասնելու։ Չէ, դժվար է պատկերացնել եւ հետաքրքիր է դա է, որ անակնկալներ, բացահայտումներ են լինում։ Նույնիսկ կարող է մի տարի երեխան գա դասերի, չբացվի։ Ինչի իմանաս, որ հետո կարա լավ նվագի օրինակ կամ դաշնամուրով նվագի կամ երգի։ Այստեղ է պետք գալիս համբերատարությունը։ Կոստի, այ գաղտնիք այնուամենայնիվ ինչու՞մն է կայանում, այ հենց ամենասկզբից ինչպես մտնել, ինչպես հավատն է շնչել, ինչպես ստեղծել այդ կամուրջը։ Դե ամենակարևորը դու պետքա ինքդ հավատաս, որ կարող ես միշտ ամեն դասը, օրինակ մենք օր անցկացնում ենք ՏՌՊ-ն, հասկանաս այդ պահին դու երեխային ինչ տվեցիր, ինչ փոխանցեցիր։ Դա է շատ կարևոր եւ երբ որ դու հասկանում ես, որ դու իրեն մի բան փոխանցել ես, ավտոմատ Ինչ-որ մի քար դրեցինք, հա, նոր մի բան։ Եվ այդ համբերատարությունն ու աշխատասիրությունը եւ ծնողների, եւ երեխաների, եւ հասարակության, ինչպես դուք ասում եք, շատ կարեւոր է հասարակությունը։ Այստեղ մի կարևոր նրբության մասին էլ կուզեի խոսեինք։ Մենք գիտենք, որ երեխաները առանձնահատկություններից ելնելով նաև պահանջում են որոշակի գրագետ մոտեցում, կախված թե ինչ հարց կա։ Այս պարագայում նաև շատ կարևոր է, որպեսզի տեղյակ լինես, թե ինչպես պիտի մոտենաս տվյալ առանձնահատկություն ունեցող երեխային, որքան ժամանակ է տևել այդ ընթացքը, որ հասկանաս, որովհետև մեկ ուղղվածություն չի այստեղ, հա, տարբեր առանձնահատկություններով երեխաներ են ու պիտի հասկանաս ում հետ ոնց առաջին քայլը տանես, առաջին կոնտակտը անես, սա շատ կարևոր է, որովհետև մենք մի տեսակ ծայրահեղությունների մեջ ենք ընկնում, կամ չկանք, կամ էլ գեր շատ է, որը խանգարում է էլի։ Դրա համար ես ասում եմ, դա մի հոգու բան չի, ընդհանուր պետքա շատ լավ մասնագետներ լինեն եւ ունենք շատ լավ մասնագետներ, որոնք պետք է իմանան բոլոր այդ հմտությունները, գաղտնիքները եւ հետո երեխաներն էլ ինդիվիդուալ են։ Չկա մեկը մյուսին նման եւ ամեն մեկի հետ դու պետքա ինդիվիդուալ հասկանաս ու ինչ խնդիր ես տալիս իրան, ինչքան ես բարթացնում, ինչքան ես թեթևացնում։ Դրա համար ասում եմ, դա ընդհանուր պետքա արվի։ Մի հոգի չի կարող։ Այստեղ կարևոր ունենալ գլխավոր մի կետ, նպատակ, որին պիտի ձգտեն բոլորով, հա, բուրգը կառուցելու համար։ Մենք շարունակում ենք նաև հետևել ձեր գրառումներին, մեր Facebook-յան էջի լայվի տակ Սմբատ Մուրադյանն է միացել մեզ, Ռիմա Թորոսյան իրենց սրտիկներով, հավանության նշաններով, Նարինե Մարգարյանը, կողքի ներառական երաժշտական արտ փառատոնն է նաև հետևում մեր ուղիղ եթերին, մեր ջեր ողջույնները։ Այսինքն հեշտությամբ կարող եք գտնել նաև այս տարբերակով մեկնաբանությունները։ Ահա, Միքայել ջան, բրավո գրում է Սիրանուշ Բերբերյանը։ Դարձյալ սրտիկներ, հավանության նշաններ, Արմինե Կարապետյանը գրում է Կոստա ջան, անչափ շնորհակալ եմ ձեր նվիրալ տեսակի համար։ Ալինա Անդրեասյանն է հավելում, Քրտնաջան, Կոստա ջան, շնորհակալ ենք քո ջերմ վերաբերմունքի համար մեր երեխաներին, Նայրա ջան, շնորհակալ ենք ամեն ինչի համար։ Եվ շարունակում եմ բնականաբար գրել։ Այստեղ այո Ալինա Ղազանչյանն ասում է բրավո ահրելի աշխատանք, Հովանես Ուրումյանն է ասում կեցես Կոնստանտին Աբգարյանց հրաշքն այնտեղ է հանդիպում ուր գրեթե չենք սպասում ձեր շնորհիվ լսում ենք այն ինչ գալիս է իրական երազում իրական շատ հետաքրքիր մեկնաբանություններ հենց այդպես էլ կա Կոստա հասկանանք ինչպես է սկսում աշխատանքը առասարակ յուրաքանչյուր երեխայի հետ հատկապես երաժշտական նյութի ընտրության հարցում այ մենք լսեցինք վոկալ մենք տեսանք դաշնամուրային կատարում ինչպես եք որոշում այ ում հետ ինչպես բացահայտում ես ընթացքում եւ նախ սկսում ես երաժշտաթերապիայից, այսինքն անում ես վարժություններ, ռիթմիկ, տարբեր խաղերի միջոցով երաժշտական զարգացնում ես իրենց լսելու ունակությունը, համբերելու, սպասելու, ռիթմը,
այդ ամեն ինչը արվում է, երբ որ տեսնում ես կան երեխաներ, որ արդեն պոտենցիալով գալիս են, բաց այդ գիտես, որ երաժշտական կարողություններ ունի, աբսոլյուտ լսողություն, եւ դու դա օգտագործում ես եւ զարգացնում ես։ Ռիթմի զգացողությունը բոլորի համար պետք է լինի, չէ՞, ընդհանուր է։ Այստեղ ուզում եմ խոսել նրանց բնավորությունների մասին։ Վստահ եմ շատ են զարմացնում։ Այո։ Ահա։ Իրանց բնավորությունը ինձ էլ է նման, որտեղ իրանք շատ սիրում են կոնկրետություն, երբեք չուշանալ, Պատասխանատու են։ Այո։ Սովորեք այս երեխաներից։ Դրա համար ինձ էլ է հեշտ այդ Չարաճճիներ ունեք։ Այո, ունենք շատ հումորի զգացողություն ունեն յուրահատուկ, մեկ-մեկ ինչ-որ sense հավես բաներ կասեն, շատ նաև իրանց այդ որ ասում են մի քիչ մանիպուլյացիաներ ունեն։ Բա ոնց չունենան։ Երբեք պետք չի մարդկանց թերագնահատել։ Քիչ խոսքով միապաղաղություն չի լինի։ Հասկանում եք իրար կես խոսքից, հայացքից ավելի շատ գուցե։ Այո, այո։ Ես շատ շփվելով հասկացել եմ մի բան, որ այնքան հետաքրքիր առանձնահատկություններ ունեն, որ այնքան հետաքրքիր մտածողություն ունեն, հաճախ զարմացնում են։ Եվ ես իրենցից միշտ շատ բան եմ սովորում, դրա համար մտածեցի, որ ինչ է սովորել իրենցից, բացի համբերատարությունից։ Սովորել եմ լինել անկեղծ ավելի։ Որտեվ դա իրանք շատ անկեղծ են, իրանք չեն կարող ուղղակի լինել կեղծավոր։ Չգիտեն թե դա ինչ է։ Եվ դա ամենամեծ բանը, որ նրանք ինձ փոխանցել են։ Ես հասկացել եմ Կոստյան ինչի է հեռացել խմբից եւ ամբողջությամբ նվիրել իրեն այս աշխատանքը։ Նա գնացել է շատ անկեղծ մաքուր աշխարհ, որտեղ ոչ ոքի չի նեղացնում, կեղծավորություն չկա։ Երջանիկ աշխարհում ես ապրում։ Բա գիտեք։ Հա, հաստատ, վստահ եմ։ Ու մենք հիմա լսելու։ Հիմա լսելու ենք մեր շատ տաղանդավոր Համլետ Ստեփանյանի։ Նա հիմա շատ բարդ ստեղծագործություն կնվագին, որ Նայրայի հետ է հենց սովորել, Նայրան իր ուսուցիչն է, Մալխասի Երևան ջան, արի Համլետ ջան։ Համլետը լուրջ տղա է երևում, ըհը։ Ահա։ Հիշեցնենք ռադիոլսողներին եւս մեկ անգամ, որ Hope for Dreams ներառական նախագծի նաեւ կողքի փառատոնի այսպես հաղթողները այսօր մեզ զարմացնում իրենց հերթականությունն ես փնտրում թե որտեղ ես դու։ Տուր թուղթը ասեմ։ Այ ինչ լավն է, նրանք անկեղծ են, այնպիսին են, ինչպիսին կան, եւ սա ուղղակի հրաշալի է։ Մենք հաճախ կարոտ ենք մնում այս անկեղծությանը։ Վերջ, կարիքը չեղավ, տեսնում ես։ Տեսավ։
Բրավո, ծափեր, շնորհակալություն։ Բավականին Բարդ բարդ գործ է, այո, ստեղծագործություն էր։ Շնորհակալություն Եվ ստացվեց։ Համեցիր։ Ստացվեց։ Շարունակում ենք մեր աշխատանքը ուղիղ եթերում, շարունակում ենք ծանոթանալ Hope for Dreams ներերական նախագծի տաղանդաշատ երիտասարդների հետ եւ շարունակենք նաեւ զրույցը Կոստյայի հետ։ Կոստյա, շնորհակալություն ենք հայտնում եւս մեկ անգամ այս սիրուն առավոտը երեխաների հետ մեզ ապարգևելու համար, չեք պատկերացնում թե որքան շատ են մեկնաբանությունները, նույնիսկ չենք հասցնում դրանք կարդալ, բայց մեծ մասը շնորհակալության մեկնաբանություններ են ուղղված ձեզ եւ Նաիրային, համբերատարության եւ գեղեցիկ աշխատանքի համար։ Սա իհարկե հենց այն կարևոր երջանկության բաղկացուցիչ մասն է երևի։ Բայց դա բնականաբար հասկանում ենք, չէ՞, որ չի արվում այս աշխատանքը, որ անդադար շնորհակալություն ասվի, բայց դա միշտ հոգին շոյում է։ Շատ կարևոր է։ Փոքրիկ խոսք անգամ կարող է մեծ հրաշքներ գործել։ Կոստյա, այնուամենայնիվ մարդը չի կարող ունենալ անսահման համբերություն։ Գալիս է մի պահ, երբ ինչ-որ բան քեզ մոտ զգում ես, որ հա, այսպես պետք է վերալիցքավորվել։ Ինչպես ես դու գտնում այդ աղբյուրը ներշնչանքի եւ վերալիցքավորման։ Դե իմ համար ամենամեծ բանը ես երաժշտությունից չեմ հեռացել, որտեվ սա էլ է երաժշտություն։ Իհարկե, միանշանակ։ Եվ համերգներ, բեմ, soundcheck, այդ ամեն ինչը ինձ ոգևորում է շատ։ Ես շատ եմ սիրում այս ամեն ինչ, այս միջավայրը, եւ քանի որ ես միշտ սիրել եմ երեխաների հետ աշխատել, իմ համար սա արդեն էներգիա է, բայց որ շատ հոգնում ես, գնում ես արձակուրդ, ծով եմ սիրում գնալ։ Ահա, ծով է գնում։ Իմացանք էլի որ պիտի գնալ։ Իսկ երեխաների նախասիրությունները շատ տարբեր են ենթադրում եմ, բայց երբ գալիս են երաժշտական աշխարհ, ամեն ինչ դնում են մի կողմ, չէ՞։ Այո։ Դե այս մեր երեխաները բոլորը երաժշտությամբ ապրում են, դա նրանց կապում է մեր կյանքի հետ, մեր իրականության հետ։ Ուրեմն Համլետով ես ունենք շատ եմ հիանում, որ հիմա նվագեց։ Նա այնքան շատ են, որ sense ինքն իրան այնքան բան կարես Համլետից օրինակ սովորես բոլորից։ Ճիշտ ասած դեմքից երևում է, որ շատ կազմակերպված, շատ խորը մարդ է, այո։ Բոլոր երեխաները, բոլոր։ Եկել նկատում եմ, շատ համեստություն կա։ Այո, շատ նրան միշտ այդպես ասում են համեստ։ Համեստ Համլետը։ Տաղանդավոր երեխաներն են այսօր եւ չեք պատկերացնում թե որքան ենք նաեւ մենք երջանկանում, երբ կարդում ենք այս բոլոր ձեր մեկնաբանությունները, մենք անպայման կընթերցենք, իրենք էլ կընթերցեն, բայց որpեսզի հասցնենք բոլորին լսել, ժամանակը բավականացնի ու մենք հիմա լսելու։ Հիմա լսելու ենք մեր ծաղիկին, Մերի Բագրատյանին։ Մենք փորձենք իրար հետ դուետ երգել։ Վաու։ Հա։ Մերի ջան, հաջողություն ենք մաղթում քեզ, գեղեցկուհի։ Նույնիսկ դուետ ենք լսելու։ Այո, մենք դուետ ենք լսելու, գեղեցկուհին արդեն մոտենում է խոսափողին, որպեսզի մենք կարողանանք վայելել։ Փորձից մի քիչ կարողացել ենք պատառիկը պեղել եւ լսել։ Ես վստահ եմ, որ շատ գեղեցիկ զուգերք ենք լսելու։ Դուք շարունակեք գրել հարգելի ռադիոլսողներ, այստեղ իմ սիրելի Համլետ, տաղանդավոր սրտիկներ, կեցես Համլետ ջան, շարունակենք ապրեք մեր հրաշալի տաղանդավոր երեխաներ եւ այստեղ եւս մեկնաբանություններ կան, ինչ պատրաստվում են կարդամարակ։ Սիրանուշ Բերբերյանն ասում է այն ինչի ականատեսը լինում ենք մենք հսկայական աշխատանքի, սիրո եւ համբերատարության արդյունք է, ընդ որում բոլորի, սկսած ծնողներից, ուսուցիչներից եւ կազմակերպիչներից, այնպես որ երախտագիտությունս եմ հայտնում բոլորիդ Աստված օրհնի ձեզ։ Ես էլ լուսանկարներ եմ տեղադրում։ Այո, դուք իմիջիայլոց կարող եք մուտք գործել երաժշտական առավոտ Facebook-յան հարթակ եւ այնտեղ եւս տեսնեք մեկը մեկից տաղանդավոր ճիշտ եք։ Ասում եմ եւ դուք անում եք մի գործ, որը ճակատագրեր է փոխում, իսկապես հենց այդպես էլ կա։ Խնդրեմ, լսենք կատարումը։ She sing a good song. I heard she had a style, and so I came to see her listen for a while. And there she was, this young boy, strangers to my heart, strumming my bell with her fingers, singing my life with her words.
she find my letters and reach in one alone. I pray that she will finish, but she just kept trying. Oh, strumming my pain with her fingers, singing my life with her words, killing me softly with her song, killing me softly with her song, telling my whole life with her words, killing me softly with her song. I pray that she will finish, but she just kept trying on, strumming my pain with her fingers, singing my life with her words, killing me softly with her song, killing me softly with her song, telling my whole life with her words, killing me softly with her song. Բրավո։ Կրկին ծափարություններ Ծափեր։ մեր եթերում։ Շնորհակալություն ենք հայտնում մեր գեղեցկուհուն։ Իմիջայլոց սա իմ ամենասիրելի երգերից էր եւ գնացի հաճելի հուշերի գիրկը, դրա համար էլ առանձնահատուկ շնորհակալություն։ Իսկ այս դուետից հետո ես մի բան հասկացա, Կոստյա ջան, պահանջում ենք վերադառնալ ելույթների։ Հա, հաստատ, որովհետև նաև իզուր չի, որ մասնագետները հաճախ ասում են, որ հասուն ներաշխար ունեցող մարդու ձայնը, տեմբրային բոլորովին նայել է շատ հասունացել ու փոխվել է։ Աջան, ներեցեք, Հիմա քո խոսափողը հիմա կվերա կանգնվի։ քանի որ մեզ մոտ մարդ օրկեստր է, նոր այրը։ Հիմա կարող եք լսել ինչ մտադրություններ ունի Կոստյան։ Ահա։ Դե բարբերաբար համերգներ ինքս ունենում եմ, Երևանի ակումբներում կարող եք Փաստորեն, շատ լավ է։ Դե բեմ այնքան ձգող բանա չես կարող լրիվ։ Դա հիվանդություն է, Կոստի, ինչ որից եղավ պետք խմբի չէ հետ։ լավանալ։ Գործընկերների հետ ինչ եղավ։ Շփվում եք գոնե։ Հա, այո, Կապը շփվում կա։ ենք։ Եվ հենց այդ իրանց հետ էլ նվագում ենք։ Մենք հիմա ուղղակի չենք դնում բենդ։ Բենդը պատասխանատվություն է։ Դրա համար ուղղակի ասում ենք երեկո, ֆոլք երգերի երեկո, եւ այդ խմբերը շատ են ինձ օգնել։ Ես նաեւ թմբաթա խմբում եմ։ Այո։ Վերջերս եմ լքել եւ մի տարի խմբից դուրս եմ եկել։ Բայց այնքան այդ բազան, մեր ժողովրդական երգերի ֆոլք շատ ինձ օգնում է երեխաների հետ աշխատելը։ Կոմիտասյան երգերը եւ ոչ միայն կոմիտաս։ Միջալոց հաճախ են ընտրում հայկական ստեղծագործություններ։ Այո։ Առաջ այդ բանը կար չէ, որ բոլորը ուզում էին արտասահմանյան երգեին։ Հիմա հակառակն է, հիմա բոլորը ձգտում են ընդհակառակը։ Ինչ հաճելի է։ Դու փաստորեն մեծ, այսպես երաժշտական բեքգրաունդ ունես, անցյալ ունես, քանի խմբի հետ ես ընդհանուր համագործակցել եթե։ Դե տարբեր խմբեր են եղել, բայց հիմնական խումբը ընդհանրան է եղել։ Նաև ունեցել եմ տրիո Չամիչ, մի քանի տարի էլի ակտիվ համերգներ, այո, փառատոններ, այստեղ էլ ենք հյուր եղել։ Այո։ Թմբաթան այդպես էլ չեկավ մեզ մոտ առավոտյան ժամի Բայց պատճառով։ հոփոր կոֆին եկավ։ Այո, Հոփոր երկու կոֆին անգամ երկու նույնիսկ, անգամ այո, նույնիսկ ես հիշում երկու եմ, անգամ։ այո։ Առանձնահատուկ ես միշտ ինձ մոտ տպավորվում են տաղանդավոր երիտասարդները, երբ տեսնում ես, որ ասելիք կա, հա, երգերում ու իրենք են այդ ամենը ստեղծում, սա ոգևորող է, փաստորեն այդ ամենը փոխանցվում է նաև։ Hopeful Coffee դարձավ Hopeful Dreams։ Ես հասկացա, որ կապ ունի, եւ հիմա Երազանք երազանք։ ասաց, արի անունը ինքը կարծեմ առաջարկեց, ոնց որ կոֆեն փոխեցինք, բայց Երազանքի էլի հետ։ կոֆեն կա։ Բայց հույսը միշտ կա։ Հոփը միշտ կա։ Դե մեզ մոտ մեր եթերային աշխարհում էլ երաժշտական սուրճ է, սեր է, այստեղ էլ ամեն ինչը կա, երազանքը կարող ենք։ Այսօր ավելացել է նաև երազանքը։ Հիմա ում կարող ենք լսել։ Հիմա լսենք Վանիկ Գրիգորյանին, մեր Վանիկ։ վետերաններին։ Բարև Վանիկ, մոտեցեք ծանրաձողին, Վանիկ։ Երգի պրեմիերա ենք անում, խիստ չդատեք։ Չէ։ Այս երգը օրինակ Ձեցի Պիկասո խումբ կար։ Այո։ Կարենը իրանից եմ այս երգը լսել, որ ինքը Թումոյում էս հետ աշխատել էր։ Շատ անհայտ ֆոլք ու հավես ժողովրդական երգ է։
Քելե Սաթոյա կոչվում։ Մենք գիտենք այդ երգը։ Ոչ բոլորը էլի, տենց շատ են երգում այս երգը։ Քելե Սաթո, Վանիկ, տեսնենք քեզ։ Վանիկ, հաջողություն ենք մաղթում, այստեղի դեպ նախորդ դուետի հետ կապված բազմաթիվ մեկնաբանություններ կան, սրտիկներ, ասում են գեղեցկուհի, ապրես։ Այո։ Պաստորեն երկի պրեմիերա հիմա։ Այո, երգի պրեմիերա է։ Լսենք։ Խրոխտ ձայն ենք սպասում, խրոխտ կատարում։ Համաձայն է ինձ հետ։ Կարծես թե պատրաստ են։ Ինչ նազ ես անում, ոսկե թել մազերով, փարվազ ես անում։ Կերկին ծափարություն հնչում, պաստորեն սա կատակերք էր պաստորեն։ Լսեք ինչ ասում էր, հրաշալի է, շնորհակալ ենք։ Լավ տրամադրություն փոխանցելու համար նաև շատ շնորհակալ ենք։ Ասում են հրաշք եք բոլորդ, Աստված ձեզ հետ, Անահիտ Թորոսյանն է գրում հրաշք եք բոլորդ, ջեր ողջույններ են ուղարկում, կեցեք, մի խոսքով շատ են մեկնաբանություններ են, որ ասում է ակտիվ եղեք, չէի սպասում, որ այսքան ակտիվ կլինեն, սա ոգևորում է, շատ լավ է, ես ուրախ եմ, այնպես որ շարունակենք հարգելի ռադիո լսողներ, քանի որ տեսնում ենք, որ մեզ մնացել է մոտավորապես 30 րոպե, մենք ունենք երևի թե 4, մի քիչ, 4 գործ մնաց, չէ՞։ Թե 3, ավելի լավ, ուրեմն կարող ենք հանգիստ զրուցել նաև, հա։ Միջազգային մասշտաբի է հասել նաև փառատոնը, փաստացի, հենց սկզբից էլ միջազգային էր։ Առաջի տարին կարծեմ ոչ, շատ հարցերին ավելի ճիշտ Նայրան կարող է պատասխանել որպես հիմնադիր, ղեկավար, նախագահ, բայց ընթացքում դարավ միջազգային, մի քանի տարի հաստատ միջազգային փառատոն է,
եւ արտասահմանից հյուրերը ոչ միայն երաժիշտներ են գալիս, այլ նաեւ մասնագետներ, որոնք ասացի վերապատրաստումներ են անում, մի քանի օր է տևում փառատոնը եւ բացի երաժշտությունից նաեւ պարային ներառական համարներ ունենք, թատերական, մի քանի օր տևում է այդ փառատոնային ուրախությունը։ Խրախճանք։ Մարզերից գալիս են մասնակիցներ ունենք, թե Այո, իհարկե, եւ մանավանդ առաջին օրվա փառատոնը, առաջին այդ համերգը ավելի երկար է տևում, մոտ 3 ժամ, որովհետև ահավոր շատ մասնակիցներ կան։ Ինչ հաճելի է, բայց բոլորին տալիս եք այդ հնարավորությունը։ Այո, մենք փորձում ենք բոլորին տալ։ Եթե գոնե նույնիսկ ինչ որ մի մակարդակ կա, անպայման հարթակը բաց է։ Զանգում են, դիմում են ինձ նայրային համարներով հեռախոսների եւ այլն։ Միշտ ներգրավում ենք իրենց։ Այստեղ ինձ մի բան էլ է հետաքրքրում, ասացիք, որ հատկապես ամռանը շատ եք գնում մարզերում համերգներ տալու, նաև մարզերից են փաստորեն կապը կա մարզերի հետ։ Արդյոք նաև գործակցում եք մարզերում աշխատող հասարակական կազմակերպությունների հետ, որոնք առնչվում են նաև առանձնահատկություն ունեցող երեխաների հետ եւ փորձում նաև ինտեգրել նրանց հենց մարզում կազմակերպել ինչ որ տարբերակներ, որպեսզի նրանք եւս հետ չմնան։ Իհարկե, հա, այդ ծրագրերը հենց դրան են միտված, որ մեր օրինակով իրենք նույնպես անեն տարբեր ծրագրեր եւ շատ կան հիմա ՀԿ-ներ, որոնք իրականում բավականին ակտիվ է իմ տեղեկություններով այս ոլորտում բավականին ակտիվ ու մեծ փոփոխություններ կան։ Այսինքն մարզերում երեխաները եւս ունեն հնարավորություն առնչվել երաժշտության հետ, աշխարհն ավելի կարեւոր դարձնել իրենց համար, ճիշտ եմ հասկանում։ Եվ իհարկե այնտեղից էլ նույնպես երբ որ իրենք գալիս են, օրինակ մեր Գևորգն էլ ինքը Վանաձորից է։ Եվ հետաքրքիր է շատ մարզերի նաեւ։ Ինձ թվում է այնտեղ ուրիշ հետաքրքրություն կա, ուրիշ ինքնատիպություն կա։ Ի վերջո նրանք բնության այդքան մոտ են։ Այո։ Մենք քարերի մեջ ընկալումները փոխվել են հասարակության նույն մարզերում, որտեղ կա այդ խնդիրը, որ այս ժամանակին հա չասեմ, չիմանան, հարևանը չիմանա, չգիտեմ, ընկերը չիմանա, ամոթը։ Հիմա մարզերում գոնե փոխվել է այդ մտածելակերպը։ Դե էլի կա։ Չի կարող չլինել Կարող դեռ։ չլինել, բայց ավելի հաստատ շատ Ավելի ավելի բացվել է, որովհետև հաճախ հենց իրենց է ձեռնտու, որ հասարակությունը իմանա, որ երեխան այսպիսի առանձնահատկություններ ունի, որովհետև ծնողը գալիս է գիտակցությամբ, որ դա թաքցնելը միայն վնասում է։ Երեխային է վնասում առաջին հերթին։ Եվ ոչ ոք ապահովագրված չէ, ի վերջո։ Այ ամենաբանալի բառերն էին, ոչ ոք ապահովագրված չէ, սա շատ կարևոր է եւ որևէ մեկը մյուսից առավել կամ պակաս չէ։ Ամեն մեկն ունեն իրենց տեղը եւ երբ այդ սկզբունքով առաջնորդվենք, հավատացեք նրանք մեզ շատ են զարմացնում, դրանց հետ շփվում ենք, շատ ավելի ուժեղ են, քան մենք, շատ ավելի խելացի, քան մեզնից յուրաքանչյուրը կամ ոմանք։ Այնպես որ սա պիտի հաշվի առնել։ Ես ուզում եմ խոսենք դարձել փառատոնից, այ բրցութային այդ իրավիճակից, ինչպես անել, որպեսզի այ չկոտրել մասնակցին, հա, դե մեկը մրցանակ ստանա, մյուսը չստանա, ի վերջո հոգեբանակը ինչպիսին է այնտեղ։ Փառատոնը մրցույթ չի, Տեղերով չի, այսինքն մենք ինչ որ անվանակարգեր չունենք եւ այլն։ Մաքուր եք էլի պահում աշխարհը։ Փառատոնին մասնակցում են գրեթե բոլոր դպրոցները, բոլոր, այսինքն ամբողջ հանրապետության մասշտաբի փառատոն է եւ նաեւ միջազգային ու բաց է։ Նրանք հայտ են ուղարկում, կան մասնակիցներ, որոնց արդեն ծանոթ ենք, մենք ենք իրենց արդեն հրավիրում, որ մասնակցեն։ Դրա համար շատ Այսինքն դա լավ առիթ է ներկայանալու պարզապես, այ ինչի ենք հասել այս մեկ տարվա աշխատանքը։ Համախմբվելու, համայնք է ձևավորվել, հա, կարծես թե նաև։ Այստեղ on-line հարթակում Մանուշակ Թումանյանն է գրում, հավանաբար հարգելի Մանուշակ, դուք ուշադրությամբ չեք հետևում մեր զրույցին։ Կոստանտինն ասաց, որ եթե տարիներ առաջ այլ երկրների երգեր էին նախընտրում, ապա շատ են հիմա ցանկանում երեխաները կատարել եւ լսել հայկականը, այնպես որ գրել է խնդրում եմ երեխեք հայկական ժողովրդական երգեր երգեք, կատարում են նրանք եւ շատ մոտ են, այո, չեմ ընդունում, որ միայն պետք է ժողովրդական։ Այո, միանշանակ, ամեն ամեն ինչ։ ինչ աշխարհի առաջ հայկականը բնականաբար Հիմքը մերն լինի է։ հայկականը, միանշանակ, բայց ասել, որ միայն պիտի հայկական լսենք ու վերջ, ինձ թվում է դա ծայրահեղության մեջ ընկնել է։ Ինչ որ ազգայնամոլություն։ Այն պարագայում, որ Կոստյան նաև զրույցի ընթացքում ֆիքսեց ու շեշտեց, որ Կոմիտաս եւ այլ ստեղծագործություններ երեխաներն իրենք են ցանկանում, այնպես որ երեխաները բացացակ հեռու չեն հայկականից։ Աուտիզմով երեխաներ կամ երեխաներ, որոնք ունեն խոսքի զարգացման խնդիր, իհարկե մենք այլ լեզուներ չենք կիրառում, մենք միջև հայերենը չհասցնենք ինչ-որ մակարդակի, մենք խուսափում ենք, որովհետև դժվար է մի քանի լեզու երեխային խառնում ես իրար։ Դրա համար ինքը պետք է սկզբից լավ հայերենը ընկալի, սովորի, հասկանա, երբ որ արդեն կարողանում է,
Այդ փուլը անցնում է։ Իհարկե նոր լեզուն էլ նոր հմտություն է, որը շատ կարևոր է։ Այստեղ շարունակում են շնորհակալություններ հայտնել on-line հարթակում, եկեք հաջորդ կատարումը լսենք։ Հաջորդը Գևորգն է, որ ասեցի Մեր Վանաձորից։ շատ հետաքրքրասեր Գևորգը, Այո, որը շատ։ անդադար ուզում էր հասկանալ, թե երբ է իր ելույթը, վերջապես եկավ այդ պահը, հարգելի Գևորգ։ Գևորգ առաջ անգամ անցած տարի մասնակցեց գալա համերգին, իսկ նախ անցած տարի մասնակցեց առաջին համերգին։ Հիմա Գևորգը Վանաձորից է եկել փաստորեն, Հա, բայց հիմա Երևանում է բնակվում։ հասկացա։ Քելեն Ազով, այս մեկն էլ կոչվում է Քելեն Ազով։ Խնդրեմ, կրկին հայկական եք Կրկին ստեղծելու։ պրեմիերա, Այո, կրկին պրեմիերա է։ Այսօր փաստորեն մեր եթերի համար պրեմիերաներ կան պատրաստած։ Կեցեն երիտասարդները։ Yarkohokun mernem nazo Yarkohokun mernem nazov kele kele yar kele zazov Yarkohokun mernem nazov kele kele yar kele zazov Olorumen gal khidmazer kele kele yar kele zazov Olumen gel khidmazer kele kele yar kele zazo Kele 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 yar Kele 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 yar Duan kinez yar kesirem kele kele yar kele zazo Duankinez yar kesirem kele kele yar kele sazo Alvarkinin keset xemem kele kele yar kele sazo Alvarkinin keset xemem kele kele yar kele sazo Birds flying high, you know how I feel. Sun in the sky, you know how I feel. Breeze drift on by, you know how I feel. It's a new dawn, it's a new day, it's a new life for me, and I'm feeling good. Kele 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 ya kele sazo kele 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 ya kele sazo kele 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 ya sazo kele 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 ya ke ya du ya ke sornan savore matna kele kele ya kele sazo ke sornan savore matna kele kele ya kele sazo yar meranu shoran sav kele kele ya kele sazo yar meranu shoran sav kele kele ya kele sazo Kele 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 ya kele sazo kele 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 ya kele 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 ya sazo kele 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 ya kele sazo Բրավո։ Ծափեր։ Այո։ Բոլորով ծափարում ենք։ Մեզ չէիք զգուշացրել, որ հետաքրքիր միքս կա, անակնկալի եկանք իրական շատ։ Հերոսերտով կտրված ձայնով էր երգում, Պրեսկևոր։ Հա, ոչինչ, շատ լավ էր։ էր։ Շատ ձայն եղա իրական։ Շատ լավ էր, շնորհակալություն ենք հայտնում նաև Գևորգին, այո։ Ով է հեղինակ այս միքս տարբերակի։ Գևորգի մոտ է գալի դասերի։ Ես սիրում եմ sense ինքնուրույն մշակումներ անել։ Հավես, այն հին իմ
բենդային փորձը վերում եմ Եվ դու ներեն ասում է, չէ՞։ Ձեռագիրը կա այստեղ։ Այստեղ on-line հարթակում Նաիրա եւ Կոստյա դուք մեծ գործ եք անում, Սիրանուշն է գրել, Քրիստինեն Հարությունյան ասում է շնորհակալ ենք բոլորիդ, որ մեր երեխաների կողքին եք, Լիլիթ Մալերյանն ասում է բոլորը հրաշք են։ Ես ամեն անգամ երբ ներկա եմ գտնվում այս երեխաների միջոցառումներին, ուղղակի հասկանում եմ, որ կյանքը սկսվում է իրենցից։ Շնորհակալ եմ բոլորիդ, սիրելիներս։ Այո, հենց այդպես էլ կա։ Կեցեք եւս մեկ անգամ հիշեցնենք մեր ռադիոլսողներին, որ Hope for Dreams ներառական երաժշտական նախագծի գեղարվեստական ղեկավար Կոնստանտին Աբգարյանցը ներկայացնում է տաղանդաշատ երիտասարդներին, Սանդրին, ում հետ աշխատում բավական երկար ժամանակ եւ մենք այսօր տեսնում ենք թե ինչ են նրանք ասել։ Արդյունքն է, Ինչ արդյունքներ կարծես մի փոքր ամփոփում ենք, Այո։ այս տարիների կարող Իսկ քննություններ ունենում եք։ Քննությունները այս համերգներն են, այս ելույթներն են, դրա համար մենք կողմ ենք, որ ավելի շատ, մի քիչ իրական դժվար է շատ կազմակերպել այս համերգները, ֆինանսական եւ այլ հարցեր պատճառներով։ կան։ Որոշել ենք շուտով մի հատ համերգ անել, փորձենք ակումբային տարբերակում։ Մենակ անցած տարի փորձել ենք մեր Գագիկի տարեդարձը Ակումբում նշել։ Այո, ակումբում, Տակրիում եւ շատ լավ հավես համերգ ստացվեց։ Այս տարի ենք փորձում մի հատ ակումբային բան։ Հիմա ծնունդն եք նշելու։ Որ լավ մանգակ կգտնեք որևէ մեկի ծննդյան տարեդարձին մոտ։ Այստեղ ակումբային տարբերակով համերգների ժամանակ կա հանդիսատես բնականաբար, չէ՞։ Բայց փոխվում են խաղի կանոնները։ Եթե այնտեղ բեմահարթակ է, օրկեստր է, այստեղ մի քիչ ուրիշ է, ավելի անմիջական ու ավելի մոտ։ Պատրաստ են էլի երեխաները միջավայրի փոփոխությանը։ Մենք ում վրա որ վստահ ենք, նրանք արդեն մեզ հետ են միշտ եւ երբեք մեզ հուսախաբ չեն անում։ Այստեղ կարևորը վստահությունն է, այն սկզբից որ Եվ հավատը նաեւ հենց այ ձեր նկատմամբ այն մարդկանց ովքեր աշխատում են իրենց հետ։ Ստացվեց, որ սկզբի կոնտակտի պարագայում ձեր հանդեպ վստահությունն է պետք, հիմա դուք եք վստահ իրենց ուժերին եւ գիտեք, որ փոխադարձ, այո։ Առանց դրա հնարավոր չէ։ Մարզային այցեր այս տարի նախատեսում եք թե ոչ։ Այո, նախատեսում ենք, բայց այդ ամեն ինչը մեր հիմնադիրը Ներ նախագահան Նաիրան, այ ամեն ինչ ինքը գիտի, ինքն է զբաղվում, իրականում այդ բարդ աշխատանքը իր վրա է։ Ծանր եկեք իրան մեծ շնորհակալություն Շնորհակալ ենք, իհարկե շնորհակալություն։ Եթե ինքը չներ, ես չէի լինի այս ոլորտում, ինքը ոնց որ կայծ տվեց ու լիքը մարդկանց այդ ճանապարհը տվեց։ Այդ ամեն ինչ ինքը ավելի լավ կիմանա, ինչա սպասվում, ինչ ես ավելի զբաղվում եմ այս ստեղծագործական բայց ինքը նույնպես երաժիշտ է, երաժշտաթերապիստ է։ Այսինքն ծանր գործը թողել եք Նաիրայի վրա, դուք միայն ստեղծագործական աշխատանքով եք զբաղվում։ Գործես, կայ ամենասկզբում, երբ ստացաք առաջարկ, հրավեր, հա, մուտք գործելու նման ասպարեզ եւ փոխել կարելի ասել գործունեության դաշտը, այդ ձեր ռեակցիան, հա, առաջին ռեակցիան ինչպես էր։ Ինչ որ վստահություն կար մի անգամից, որ բայց անցանոց աշխարհ է, զարմանքի վերջո։ Չէ, դե սկզբից ուղղակի մենք բենդով էինք։ Բոլոր տղաներն էլ էին հետս, մենք գնում ենք իմ ուղի կենտրոնում էին մեր առաջին համերգները, աուտիզմ ազգային հիմնադրամը։ Այո։ Բայց դա այլ էր, երբ որ ես մտա այնտեղ աշխատեցի 2 տարի համարյա եւ այնտեղ շատ նաեւ կան ծանր վարքային խնդիրներով երեխաներ եւ այլն, բայց ես չկոտրվեցի եւ հասկացա, որ կարելի է այս ամեն ինչի մեջ գտնես ինքդ քեզ։ Եթե չգտնեի դուրս կգա։ Ես երբեք չեմ սիրել զբաղվել գումարի համար աշխատանքով, որը իմը չէ։ Ինչքան փորձել եմ, մի ամսից ավել չի ստացվել։ Այսինքն պիտի զբաղվես սիրելի գործով, սա ամենակարևորն է, չէ՞։ Իսկ հիմա մանկապատան ենք անում ավելի իմ սրտով է, որովհետև եւ գրաֆիկն է ավելի հարմարված, ազատ եւ ավելի ստեղծարար մթնոլորտ։ Մի խոսքով երջանիկ ես։ Ու մենք հիմա լսելու։ Հիմա լսենք Ալեքս Բատյանին, նա երկի երգ, որը անցած տարի մենք ջազ օրկեստրի հետ նվագեցինք, ես էլ կլարնետով եմ եղավ, բայց հիմա դաշնամուրով Hydrojack։ Ոու, այս որոշել են հատուկ իմ սիրելի երգացանկից երգեր ընտրել, ներկայացնել։ Ես էլ այդպես վայելեմ։ Ձեզ հետ միասին, որովհետև դուք եք վայելում։ Շարունակեք գրել ձեր մեկնաբանությունները եւ երկե ձեր ողջույնները խնդրեմ։ Hydrojack, don't come back no more, no more, no more, no more. Hydrojack, don't come back no more. What you say, Hydrojack, don't come back no more, no more, no more, no more. Hydrojack, don't come back no more.
Ահա, սա էլ հանրահայտ հիթը։ Շնորհակալություն, այնքան խրոխտ։ Շատ վստահ։ Շատ։ Կրկին շնորհակալություն, բայց լավ ծափ չեք տալիս։ Այո, ավելի բարձր ծափարենք։ Այս ծափերը բոլորին է։ Հաջան։ Ով ասեց, ոչ, սխալ ես կարծում, ոչ, հետո ինքդ կգնաս եւ ձայնագրությունը կնայես, կտեսնես թե որքան լավ ես ելույթ ունեցել։ Այս բոլորն են սենց ինքնախարազանմամբ զբաղվում, ես լավ չի երգեցի, տենց բաներ շատ են լինում։ Բայց կան։ Դա իրականում դրական կողմել է։ Ես կարծում եմ, որ հատուկ էր անում, որ ասենք ոչ դու շատ Ասում եմ, հումորով համապատով են բոլորը։ Այո, այնպես որ սա եւս հրաշալի է, որ հումորով են, մի քիչ ինքնակնդադատ են, այսինքն ձգտում են կատարելության։ Կոստա, իսկ այ հաջողվում է ազդել նաև իրենց երաժշտական ճաշակի վրա, որտեվ երկաժամեր եք անցկացնում միասին օրվա ընթացքում, եւ բնականաբար գիտեք ով ինչ նախասիրություն ունի, ինչ է լսում նաև դասերից դուրս, այդ պարապմունքները ինչ ազդեցություն ունեն, արդյոք ձևավորում են նաև ճաշակ։ Ձևավորում են, շատ կարևոր է դա։ Եկեք առանձնացնենք երաժշտաթերապիան երաժշտության դասից։ Դա երկու տարբեր ճյուղեր են, որոնք կամ կմիավորվեն կամ չէ։ Եկեք հասկանանք, որ ոչ բոլոր երեխաներն են կարողանում համերգներ տալ եւ պետք է չի երաժշտաթերապիան միայն դրա համար չի, որ նրանք նվագել ու երգել սովորեն։ Իսկ ովքեր այո, իհարկե, այն երգերը բնականաբար հաշվի եմ առնում իրենց կարծիքները, բայց լինում են, որ գալիս են ինչ որ երգեր են ասում, ո՞ւմ չտամ այդ երգիչների անունները, բայց գիտեք, որոնք իմ սրտով չեն, ես չեմ կարող դա իրենց հետ պարապել։ Համոզում եք, ասում եք, չէ։ Չէ, ուղղակի ես ցույց եմ տալիս սա եւ շատ հիմնականում իրանք հավանում են ու հասկանում են, որ հենց սա շատ լավ է իրենց համար։ Ամեն երեխայի համար նաեւ իր տեսակը հասկանալով պետք է ճիշտ երգ տաս։ Չես կարող մեկին տալ նենց երգ, որը ինքը լավ չի եկի, նաեւ պետք է հասկանաս ում ինչ կսազնի, ում ինչ ու առհասարակ երեխաներին իրենց տարիքին համապատասխան երգեր տվեք։ Դառնացել է այս աշխարհը, պետք չի որ 5 տարեկան երեխան օրինակ երգի։ Մեկ-մեկ տեսնում ես նման դեպքեր ու կապ չունի։ Շատ երգեր կան, հենց օրինակ սիրո մասին են, դա էլ չես կարող էլի 8-9 տարեկան երեխային կոտրված սիրո մասին, այո։ Սա եւս շատ կարևոր է։ Մենք բազա ունենք, որ մենք մտածելու բան չունենք։ Ու ընկել ենք ինչ որ 2-3 պրիմիտիվ երգի հետևից։ Բայց դա այնա որ համացանցն է այդ երգերը շատ տարածում, TV-ին եւ չես էլ կարող մեղադրել թե ինչ են այդ անճաշակ երգերը լսում։ Բայց հիմնականում փոխվում են, որ գալիս են իմ մոտ, ես նկատում եմ իրանք արդեն ոնց որ մենք միաձուլվում ենք, ճաշակներն էլ նման, ինչքան նույն մարդու հետ շատ ես մնում, դու ինչ որ դառնում ես նմանվում ես։ Մենք տեսնում ենք Կոստյան ոնց է աճել։ Այո, հասունացել։ Հիացմունքի արժանի ուղղակի էս փոփոխությունը, բայց մենք հաճախ ենք տեսնում ես արագ զարգացող, արագ շարժվող աշխարհում մի տեսակ խորքայնությունը հետին պլան է մղվել, բայց դա թվացial է, որովհետև երբ նայում ենք, տեսնում ենք թե այդուհանդերձ որակյալ իր ուրույն տեղն ունի եւ նա երբեք չի զիջելու իր դիրքերը։ Ակունքներին միշտ վերադառնում ես։ Այո։ Միանշանակ Նաիրա Սարգսյանն ասում է շնորհակալ ենք հրավերի համար, անմիջական հարցազրույցի եւ հոգատար վերաբերմունքի համար Հայաստանի Հանրային ռադիո մենք ենք շնորհակալ ձեր ջերմության համար եւս եւ այստեղ ծափեր, սրտիկներ Թեհմինե Ասատրյանը Ալեքսին ասում է բրավո Ալեքս ջան, Լուսինե Ստեփանյանն ասում է մեր լավ ընկեր Կոստյա ջան, շնորհակալություն, Օլա Սումբուլյանը, Դավիթ Բագրատյանը, Քրիստինե Հարությունյանը սրտիկներ, ծափեր են ուղարկում, այստեղ էլի ենք տեսնում մեր տաղանդավորներ, դուք հրաշք եք, Լուսինե Ստեփանյանն է գրում, մի խոսքով այսօր շատ մեկնաբանություններ մենք տեսնում ենք։ Այսպիսի քննություն ուղիղ եթերում կարելի ասել ստուգատես, հա, յուրատեսակ եւ ոգևորիչ նաեւ մեկնաբանություններ։ Այո, եւ չմոռանանք, որ այսպիսի հարթակ, հանրային ռադիոյի հարթակը համար մեծ պատիվ է այս ստուդիայում, որտեղ այդպիսի երաժիշտներ են ելույթ ունենում, այս ստուդիան պատիվ է մեզ, որ մենք հիմա այստեղ ենք, շնորհակալ ենք։ Եվ չմոռանանք, որ այս ստուդիան 100-ամյա հայկական ռադիոյի կարևորագույն տեղերից մեկն է, որտեղ մեծամեծերն են ելույթ ունեցել եւ մեզ համար սա մի մեծ պատմություն է, զուտ ստուդիա չէ։ Աշխատել այստեղ եւ ներկայացնել մեր հյուրերին։ Երեք որ soundcheck ենք, շատ հետաքրքիր երեխաներին ընդհանուր շենք տեսնել, դա շատ մեծ իրենց հետաքրքրություններից նկարները Բաբաջանյան, շատ։ Դուք հայտնվել եք 100-ամյա հայկական ռադիոյում։ Այո, այս տարի մենք նշում ենք 100-ամյա։ Արմինե Հովսեփյանը մեր մշտական ռադիոլսող, որը ոչ ծնող է, ոչ բարեկամ է, մեր մշտական ռադիոլսողն է, ասում է՝ «Բարի լույս բոլորիս, շատ ապրեն երեխաները, շատ էներգիայով լի են եւ հատուկ գույնով օժտված կատարումներ լսեցինք, երկար ճանապարհ այս նախաձեռնությանը»։
իսկ մեր ռադիոլսողները շատ խստապահանջ են։ Մեծ ընտանիք է մեզ մոտ ռադիոլսողների։ Մեզ մնացել է մեկ կատարում, այո։ Այո։ Կեզրափակի Գագիկ Գալուստովը, էլի այստեղ կզգաք իմ այդ Hopfor Coffee-ան folk շունչը, բաթայական։ Դոնիկ Յար։ Օ, Ծափարենք, սկսենք։ իհարկե։ Շնորհակալ եմ։ Hey ho, hey ho, hey ho, hey ho, hey ho, hey ho, oh lo lo lo. Hey ho, hey ho, hey ho, hey ho, hey ho, hey ho, oh lo lo lo. Մոտիկ Քալեյդոնդոնիան, իշքի պաճակարի խոտիկ Քալեյդոնդոնիան, վերիդնի մրսա մոտիկ Քալեյդոնդոնիան, իշքի վիրան է խորոտիկ Քալեյդոնդոնիան, վերգուց է մոտիկ Քալեյդոնդոնիան, իշքի պաճակարի խոտիկ Քալեյդոնդոնիան, վերիդնի մրսա մոտիկ Քալեյդոնդոնիան, իշքի վիրան է խորոտիկ Քալեյդոնդոնիան, դոնե յարը Հալեյդոնդոնիան, դոնիկ դոնե յարը Հալեյդոնդոնիան, դոնե յարը Հալեյդոնդոնիան, դոնիկ դոնե յարը Donne yare Haleydondoneyan Donik donne yare Haleydondoneyan Donne yare Haleydondoneyan Donik donne yare Haleydondoneyan Hey ho hey ho hey ho hey ho hey ho hey ho oh lo 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 hey ho hey ho hey ho Im yara kans khoroti Kaleydondoneyan metan hedem aruhana Kaleydondoneyan bolor rehan sana Kaleydondoneyan ertamuzin doneshanat Kaleydondoneyan done doneyan Kaleydondoneyan donik Kaleydondoneyan işi paçakari xotik Kaleydondoneyan verideni motik Kaleydondoneyan işi vidane xorotik Kaleydondoneyan vedoze motik Kaleydondoneyan işi paçakari xotik Kaleydondoneyan verideni motik Kaleydondoneyan işi vidane xorotik Kaleydondoneyan done Kaleydondoneyan Kaleydondoneyan Bravo, bravo, bravo։ Բավականին բարդ Շատ։ ստեղծագործություն եւ Բավականին պրոֆեսիոնալ Կեցես։ կատարում։ Կեցես։ Հիացրեցիր ուղակի։ Բոլորը համեստ են շատ։ Շատ համեստ են եւ ինքնամփոփ կարծես։ Բայց ինքնակրնոտ։ իրենց գործն են անում ու վերջ, այս ժամանակակից այդ բանը չկա կարծես, որ անդադար շասեն ես։ Սովորելու բան ունենք շատ իրենցից։ Ինչ մեզ մնում է հաջողություններ մաղթել այս տաղանդաշատ երիտասարդներին եւ բոլորին ովքեր իսկապես մեծ գործ են անում
եւ կողքի հասարակական կազմակերպությանը եւ իհարկե Կոնստանտին ձեզ ենք ուզում շնորհակալություն հայտնել ձեր աշխատանքի համար։ Շնորհակալություն ենք հայտնում եւ իհարկե շնորհակալություն են հայտնում նաեւ ծնողները, հարազատները, ռադիոլսողները, այստեղ Արևիկ Մուրադյանն ասում է այն աշխատանքը, որ արվում է այս հրաշալի երեխաների հետ միայն գովեստի արժանի, հրաշալի է բոլորդ, ծափեր, սրտիկներ եւ Հասմիկ Հակոբյանը, Սիրանուշ Բերբերյանը, մի խոսքով Նաիրա Սարգսյանն ասում է բրավո եւ ես վստահ եմ օրվա ընթացքում այս մեկնաբանությունները շատանալու են, այս մեկնաբանությունները բոլորը ձեզ են ուղված եւ այսօրվա եթերը ձերն էր եւ շնորհակալություն ենք հայտնում յուրաքանչյուրիդ փայլուն ելույթների համար դուք մեզ համար այսօր բացահայտում էիք եւ հիանալի առավոտ պարգևեցիք ոչ միայն մեզ, այլև մեր ռադիոլսողներին, իսկ դրա համար մենք անչափ շնորհակալ ենք ձեզ։ Վերջացավ, մենք ընկերացել ենք Միչելոց իրար հետ։ Դե ինչ ավարտում ենք մեր այսօրվա երաժշտական առավոտը, կհանդիպենք երկուշաբթի 9:30-ից։ Տիգրան Հարությունյան Եվ Լուսինե Մուրադյան, միջ հանդիպում։ Ձեզ հաճելի հանգստյան օրեր։